Իրանական պատերազմը դադարեցնելու, մերձավոր արևելքում հրադադար հաստատելու կոչով Ռուսաստանը ՄԱԿ անվտանգության խորհրդի բանաձևի նախագիծ է պատրաստել։ Մոսկվան կոչ է անում դատապարտել խաղաղ բնակչության դեմ հարձակումները, պատերազմի կողմերին կոչ անում վերադառնալ բանակցությունների։ Միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը քիչ հավանական է համարում, որ մոտ ապագայում հակամարտությունը նորից դիվանագիտական հուն մտնի։ Միացյալ Նահանգների նախագահը կիրակի հայտարարել է, որ Իրանի դեմ ռազմական գործողությունն ավարտելու մասին որոշումը կկայացվի Նեթանյահուի հետ համատեղ։ Ըստ էության հասկացնել է տալիս, որ միանձնյա Միացյալ Նահանգները անգամ չի կարողանալու որոշել, դադարեցնում է ռազմական գործողությունները թե ոչ։ Միջազգայնագետն այսպիսի սցենար է կանխատեսում։ Պատերազմը դադարեցնելու առաջարկը գալու է Նեթանյահուից, Տրամպը փառասեր մարդ լինելով ինքը իր այսպես դեմքը չի տալու գետնով։ Հնարավոր է Նեթանյահուից այդպիսի առաջարկ կորձելու նպատակով էին ծրագրել Թել Ավիվ մեկնել Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը եւ ամերիկացի ձեռնարկատեր Ջարեդ Քուշները։ Ամերիկյան Axios-ն էր հայտնել, որ այդպիսի այց է նախատեսված, սակայն այսօր Ուիթքոֆն ու Քուշները չեղարկել են այցը։ Թրամփին հիմա պետք է պատերազմը դադարեցնելու պատրվակ գտնել, կարծում է վերլուծաբանը։ Վաշինգտոնը մերձավոր արևելքում միլիարդների զենք զինամթերք է կորցրել այս օրերին։ Պատերազմը շարունակելու համար Թրամփին նոր միջոցներ են պետք։ Այս վերջի 10 օրը մոտավորապես ցույց տվեց, որ Միացյալ Նահանգները երկարատև պատերազմի պատրաստ չէին մերձավոր արևելքում եւ այն պաշարները, որ կար կամ ոչնչացվել է Իրանի հրթիռների կողմից, կամ իրենք են շատ արագ սպառել։ Տարածաշրջանում ամերիկյան բազաների ուղղությամբ արդեն 700-ից ավելի հրթիռ է արձակել Իրանը։ Հարվածների մեծ մասը ճիշտ թիրախին է հասել, ոչնչացնելով հակաօդային պաշտպանության ռադիոլոկացիոն կայանների ռադարները։ Այս պարագայում արդեն Միացյալ Նահանգներին կարծում եմ ոչինչ չի մնալու, քան փորձել հիմնավորել պատերազմից դուրս գալը եւ դադարեցնել ռազմական գործողությունները, քանզի դրանից ավել արդեն սա Տրամփի համար կարող է լինել ուղղակի ճակատագրական իր քաղաքական կարիերայի համար։ Հակառակ տրամադրություններն են Թեհրանում, նկատում է միջազգայնագետը։ Իրանի արտգործնախարար Արաղչին բացառել է Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հետ պատերազմում մոտալու հրադադարի հնարավորությունը։ Իրանցիները կարծես զգացել են հաղթանակի համը։ Արաղչին հակամարտության մշտական ավարտ է պահանջել, միայն այդ դեպքում Իրանը կդադարեցնի պատասխան հարվածները։ Երկու անգամ էլ իրենց մոլորեցրել են եւ հենց բանակցությունների ընթացքում սկսել են ռազմական գործողություն, երրորդը չի լինելու։ Ի վերջո կռիվը մի օր ավարտվելու է կամ Իրանի հաղթանակով կամ պարտությամբ։ Երկրորդ սցենարը տարածաշրջանում քաոսի սկիզբ է համարում Բալասանյանը։ Տարածաշրջանային քաոս միանշանակ լինելու է, քանզի 90 միլիոնանոց երկիրը 1.7 միլիոն քառակուսի կիլոմետր տարածքով, եթե մի պահ դառնում է անկայուն, դա դանդաղ գործող ռումբ է լինելու ողջ տարածաշրջանի, այդ թվում նաև մեզ համար։ Իրանի հաղթանակի դեպքում 180 աստիճանով փոխված տարածաշրջան ենք ունենալու ըստ Բալասանյանի։ Իրանի հաղթանակի դեպքում ունենալու ենք այն Իրան, ինչ որ այսօր ունենք, բայց ավելի ուժեղացած եւ ավելի բարձր ձայնով տարածաշրջանում խոսող, մենք ունենալու ենք ավելի նվազ ակտիվ Թուրքիա, քանզի Էրդողանը կողքից հետևելով իրադարձությունին շատ լավ հասկանում է, որ այս Իրանը գուցե 5 տարվա Իրանը չէ, եւ Իրանը ցույց է տալիս իր ողջ ռազմական պոտենցիալը, որը Թուրքիան այս պահին չունի։ Մենք ունենալու ենք ավելի իր այսպես պահանջներում ավելի համեստ Ադրբեջան, եւ մենք ունենալու ենք Ադրբեջան, որի ղեկավարը ամեն օր պետք է տասնյակ պատճառներ փնտրի, թե ինչու է ինքը Վենսի կողմից որակավորվել իբրև Իսրայելին ամենից մոտիկ ղեկավարներից մեկը Միացյալ Նահանգներից հետո։ Եթե Թեհրանը բանակցային սեղանի մոտ վերադառնա որպես հաղթող, ավելի կոշտ դիրքորոշում է արտահայտելու Սյունիքում Թրամփի ուղի կառուցելու նախագծի վերաբերյալ ու վերջնագրերի լեզվով է խոսելու, կարծում է Բալասանյանը։ Դեպի հետ կապված մի բան էլ կարելի է ֆիքսել, որ դեռ չծնված այն կնքեց իր մահկանացությունը։ Կարծում եմ Իրանը առաջ կքաշի նաև առհասարակ թրիփ գաղափարի լինել չլինելու առջև, եթե իրավիճակը այսպես զարգանա, Թրամփին ոչինչ չի մնալու, քան ընդունել այդ պայմանները։ Քաղաքագետի խոսքով Միացյալ Նահանգներին քիչ է հետաքրքրում թրիփը, քանի դեռ ընթանում է պատերազմը։ Դրա ավարտից հետո Թեհրանի խոսքն է վճռորոշ լինելու թրիփով շահագրգռված կողմերի համար։ Ալբերտ Սերոբյան, Նորայր Շարբաթյան, Էլեն Յահինյան, Հայլուր։